Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Միլայի խոհանոցում եք։ Ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն, բարի լուրեր, խաղաղ երկինք ու երկիր։ Եվ այսօր ցույց եմ տալիս, թե ինչպես պետք է սառեցնել ելակը ձմռան համար, ինչպես եմ ես անում դա։ Այստեղ ունեմ երկու տեսակի ելակ, որը մի փոքր վառ կարմիր է, սա իջմիածնի ելակն է, շատ անուշ է բուրում ու շատ քաղցր է եւ ավելի փափուկ տեսակն է։ Իսկ ահա սա ալբիոն տեսակի ելակն է, խոշոր, ահա այսպիսի սուրուլիկ կառուցվածքով եւ ավելի ամուր։ Տեսեք ինչքան պինդ է։ Որպես կանոն լավ սառեցվում են հենց այս տեսակը, որովհետև իր ձևը ընդհանրապես չի փոխում եւ նույնիսկ հետ գալուց էլ ամբողջական է մնում, թեև մի քիչ փափկում է։ Սրանցից հիանալի եւ մրգահյութ է ստացվում, եւ կոմպոտ է ստացվում, եւ մուրաբա, որովհետև ամբողջական իրենց տեսքը պահպանում են։ Իսկ ահա այս ելակի այս տեսակը շատ քաղցր է լինում, ես սրանց սառեցնելուց հետո ձմռանը օգտագործում եմ սմուդիների մեջ, հատապտղային կեքսեր պատրաստելիս, մի խոսքով, բայց այս տեսակից ավելի քիչ եմ սառեցնում, քան այս տեսակից։ Հիմա ինչ եմ անում առաջին քայլով, նախ պետք է լվանալ եւ հեռացնել ահա այս պտղակոթերը։ Այստեղից ես կընտրեմ խոշոր տեսակի ելակները, իսկ սա ամբողջությամբ հենց կսառեցնեմ։ Նախ տեղափոխում եմ ահա այսպիսի պոչով ամանի մեջ, որպեսզի ազատորեն կարողանամ լվանալ եւ չվնասել պտուղները։ Պետք է հատ-հատ մաքուր լվացվեն եւ ամբողջական մնան, չճզմվեն։ Տեսեք ինչ անուշաբույր, ինչքան գայթակղիչ հատապտուղներ են եւ որքան սիրուն։ Ահա սա լվանամ, հետո անցնեմ աջորդ բաժնի։ Լավ լվանում ենք մի քանի ջուր սիրելիներս, այնուհետև ջրքամում եւ անցնում առաջ։ Լավ լվացված է, հիմա մաքրեմ։ Հիմա սկուտերի վրա, ահա այս սկուտերի վրա, թղթե անձեռոցիկ եմ փռում։ Ահա այսպես, մաքրում եմ ելակը պտղակոթից և դնում եմ, որ ջրքամվի։ Բոլորի հա այսպես ենք վարվում։ Նկատեք, ահա այսպես չենք կարող պոկել, որտեղ սա ամուր տեսակ է, դրա համար ես մի փոքր ահա այսպես հեռացնում եմ։ Շատ ձիգ է, իսկ ահա այս տեսակի ելակի պոչը ինքնուրույն դուրս է գալիս, տեսեք։ Եվ այսպես ես հերթով մաքրում եմ բոլոր ելակները եւ շարում թղթե անձեռոցիկի վրա, որ ջրքամվեն։ Խնդրեմ, ելակները լվացված, մաքրված, տեսակավորված են, հիմա անձեռոցիկով նորից մի հատ ահա այսպես թեթևորեն չորացնում ենք, սիրելի բարեկամներ, թողնում ենք լավ ջրքամվի եւ արդեն ուրիշ սկուտերի վրա առանց անձեռոցիկի շարում։ Իսկ հիմա սիրելիներս մեկ այլ տախտակի վրա ես ահա այսպես տննդային թաղանթ եմ դնում եւ երբ թաղանթը ահա այսպես փռված է սիրելիներս, ելակները ահա այսպես կանգնացնում են կամ ոնց ստացվի եւ այսպես դասավորելուց հետո տեղափոխում ենք սառցարան, մոտ կես ժամով, ոչ ավել, որպեսզի ուղղակի իրենք սառչեն։ Դա նրա համար է արվում, որ հետագայում մենք պահենք նույն տոպրակի մեջ, նրանք իրար չկպչեն, արդեն իսկ սառած լինեն։ Ահա այսպես, մոտ կես ժամով, ոչ ավել։ Խնդրեմ, ահա այսպես, հիմա կտեղափոխեմ սառցարան։ Նույն գործողությունը ես կրկնում եմ մնացած ելակների հետ, սիրելիներս։ Բարեկամներ, անցել է 40 րոպե, ելակները լավ սառչել են,
Տեսեք, լավ պինդ են արդեն։ Հիմա ահա այսպես մենք կառանձնացնենք և կլցնենք տոպրակների մեջ։ Բարեկամներ, պահեք ձեր ելակը կամ այլ սառեցրած հատապտուղները, ինչի մեջ որ հարմար եք գտնում, կամ ինձ նման հերմետիկ փակվող ահա այս զիպ փականով տոպրակների մեջ, կամ պլաստմասե ամաններում, որոնք նույնպես ամուր են փակվում, կամ նույնիսկ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների մեջ, միայն թե այնպես, որ օդ չանցնի այդ տոպրակներից ներս։ Եվ այսպես, երբ տոպրակը լիքն է հատապտղով, ես մի լավ թափահարում եմ այն, փակելուց առաջ, ահա վերջում այսպիսի մի փոքր արանք եմ թողնում, այնուհետև այդ արանքից դուրս մղում ողջ օդը, սիրելի բարեկամներ, ահա այսպիսի սեղմումով։ Եվ վերջ, մեր տոպրակը արդեն պատրաստ է և ելակը, ահա այսպես ես պահում եմ սառցարանում ողջ ձմեռ։ Բարեկամներ, ես ուզում եմ ձեզ ցույց տալ ահա այսպես պահված ելակը, անցած տարվա ելակն է։ Այսպես ես պահել եմ նաև կեռասը, ինչպես նաև մոշը, որից մի քանի հատ է մնացել, տեսեք, ինչքան լավ է պահպանվել։ Ուզում եմ ասել, փորձված տարբերակ է, անպայման այդպես սառեցրեք ձեր հատապտուղները և ամբողջ ձմեռ ունեցեք թարմ հատապտուղ։ Վիտամինները պահպանված են և պահելու ամենահրաշալի և արդյունավետ եղանակն է։ Ահա այսպես։ Սիրով ձեր Միլա։